Բարի գալուստ ասենք Աստծո ժողովրդին, բարի եկաք մեր երկնավոր հայրը բաշխելու, բարդական ենք իրեն, երբ դեր մենք թշնամի էինք իրեն հետ, մեզ սիրեց, իր միածին որդին չխնայեց մեզ համար, որի սուրբ արյան շնորհիվ մենք փրկվեցինք Աստծո որդիներ եղանք, բարդական ենք ամեն անգամ փառք գալու Տերոջը, շնորհակալություն հայտնելու իր անբադում բարգևների համար, փառք Տերոջը։ Ես սրանց համար ասել էի, որ պիտի սարքեմ բերեմ։ Այս քարոզները Արաքելական եկեղեցիի մեջ մեծ բաղոց շրջանին 7 կիրագիներ կան, նախքան Զադիգը սկսելը 7 շաբաթներ կան, յուրաքանչյուր մեկ կիրագին իր անուններով է հիշվում, Արդակսման, Անարագին, Տնտեսին, Դադավորին, Գալստյան, Ծաղկազարդ և 7-րդ կիրագին Զադիգն է։ Այդ ժամանակները ես ճիշտը Արաքելական եկեղեցիին գիծեի և Հոլիվուդի Սուրբ Կարավետ եկեղեցիի մեջ էի քարոզում երեկոները, այնտեղ սերտողություն էինք անում, քարոզում էինք և գրեթե շաբաթամիջին Կիրագի օրվա չափ ժողովուրդ էր հավաքվում։ Այս քարոզները 92 թվականին եղան, յուրաքանչյուր քարոզի վերջում գրված է 92 մարտ 8-ը։ Այդ ժամանակ մոտավորապես 8 կամ 9-10 տարիներ այդ եկեղեցիի մեջ քարոզել եմ և մի փոքր սկուլ բասել ունեի, սեփական դրանով էլ Հոլիվուդի ժողովրդին հավաքում բերում էի եկեղեցի։ Այն ժամանակ երիտասարդ էի, ավելի կարողություն ունեի, ծառայեցի, հիմա նույնչափ չեմ մնացել, փառք Տիրոջը, որ չեմ մնացել։ Այս կրկուկի մեջ այնտեղ կա բերել եմ Արդակսման գիրագին և Անարակ որդիի գիրագի մասին է, հաջորդը էլի երկու քարոզներ գլնի, ամենավերջինը 3 քարոզներ և վերջինը Զադիգը գլնի, կարդացեք, համառոտ քարոզներ են դրանք, օգտակար են, այդ չափը։ Ինչպես գիտեք, մենք դարաստանների քարոզն էինք քարոզում և բավական էլ քարոզեցինք, երբեմն ուրիշ նյութեր էլ քարոզեցինք դրա հետ միասին և կարծեմ 10 թե 11-րդ քարոզն է, դերեկ ամենահաջորդ տարիթով բաստարն էլ կդնեմ այստեղ և թերթիկների մեջ էլ պատկերները կան այնտեղ, սրանի նախորդի վերջավորության ասեցի, որ շաբաթը ասեցի գործերի քննության մասին պիտի լինի։ Մենք մեղքի դատաստանը մեր եղավ Քրիստոսի խաչելությամբ, հետո երկրորդ դատաստանը օդի մեջ Տերոջը ադյանի առջև պիտի լինի, Տերոջը ադյանի առջև, այնտեղ պիտի քննվի մեր հոգևոր կյանքը, մեր ծառայությունները և ամեն ինչ այնտեղ, մեր գործերը և այնտեղ պիտի բարգևադրվենք մենք բսակներով, ուրեմն սրանց մասին խոսենք մի քիչ։ Ուրեմն գործերի քննությունից հետո բարգևադրում պիտի լինի։
Դերոջ աջանի դադաստանը երբ պիտի լինի, ինչպես պիտի լինի եւ հետևանքը ինչ պիտի լինի, մի քիչ համառոտ սրանց մասին խոսենք, երբ պիտի գադարվի այս դադաստանի նյութը, որ խոսում ենք, երբ որ դերը երկնքից հայտնվի եւ օդի մեջ պիտի գա դերը եւ այն ժամանակ ազդարարության հրամանով եւ Ռեշտակաբեդի ձայնով եւ Աստծո փողովը պիտի հնչվի եւ առաջ Քրիստոսով ննջողները հարություն պիտի առնեն, վերջը ողջ եղողներն էլ մեկ ակնթարթի մեջ պիտի փոխվեն եւ իրար հետ միասին պիտի դեղափոխվեն երկինք Տերոջ առջև դիմավորելու համար։ Մանշու Սուրբ Հոգի մեզ պիտի հանի այնտեղ։ Այն որի մի արգելում է, որ ները հայտնվի, ինքը պիտի արգելի, մինչև ինքը մեջտեղեն վերնա։ Սուրբ Հոգին պիտի վերնա մեջտեղին, եկեղեցի հետ միասին պիտի հանի Տերոջը առջև օդի մեջ։ Օդի մեջ որտեղ։ Որտեղ օդի մեջ։ Ամբերի վրա։ Եկեղեցին, հազարավոր մարդիկ եւ Տերոջը աջանը պիտի լինի, դարաստանի աթոռը, որտեղ պիտի լինի, օդի մեջ, ես չգիտեմ, եթե դուք գիտեք ասեք, միգուցե լուսնի վրա պիտի լինի, միգուցե ինչպես որ ջրեղեղից ազատելու համար դաբանը շինվեց, նավը շինվեց եւ մարդիկ ջրեղեղից ազատվեցին, միգուցե Աստված մի մեծ տաբան պիտի սարքի կամ մի երկիր, որ շարժական է, որը երկրի ձգողականությունից դուրս է, որ օդի մեջ կարող է դեղափոխվել, միգուցե սուրբերը այնտեղ պիտի հավաքվեն Տերոջը առջև, այնտեղ պիտի լինի դադաստանի աթոռը։ Հնարավոր է, ես չգիտեմ։ Մենք շատ բան չգիտենք, ինչ բան որ չգիտենք, մենք հավատքով պետք է ընդունենք դա, որովհետև մեր 200 գրամ ուղեղով մենք Աստծո խորը գործերը հաջող չենք կարող հասկանալ։ Մենք հավատքով պիտի ընդունենք։ Մենք դա անելով խաբված չենք լինի։ Վստահած կլինենք Աստծո, մեր երկնավոր Հորը։ Եվ ինքը իր ժամանակին ամեն բան պիտի գադարի։ Ուրեմն օդի մեջ չգիտենք որտեղ, հետո գնալու ենք Տերոջը աջանը դատվելու։ Երկու դեղերից կարդամ, մեկը երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխն է, որտեղ գրված է 10 ամառի մեջ, եւ այսպես է ասում. «Վասնզի պետք է որ ամենըսալ Քրիստոսի աջանի առջև ներգայանանք, որբեսի ամեն մեկը իր մարմնովը ըրացներուն փոխարենը առնե, ինչ որ գործեր է, թե բարի եւ թե չար, թե շահավետ եւ թե անշահ։ Հաջորդը գարտամ դեզի Հռոմեացիս 14-րդ գլխից է, Հռոմեացիս 14-րդը, որտեղ որ գրված է այդ մասին, վասնզի ամենըսալ Քրիստոսի աջանի առջև պիտի գայնինք, վասնզի գրված է, ես կենթանի եմ գսեդերը, որ ամեն ձունք ինձի պիտի ձրի եւ ամեն լեզու Աստծո պիտի խոստովանի, ուրեմն մեզ մե ամեն մեկը Աստծո հաշիվ պիտի դա
իր անձի համար։ Ուրեմն Տերոջ աջանի առջև պիտի գնանք եւ այնտեղ պիտի դատվենք։ Որից հետո վարձատրությունը պիտի լինի։ Մեր գործերի քննությունը լինելուց հետո Տերոջ աջանի առջև վարձատրությունը, այսինքն բսակները պիտի դրվի։ Բսակները դրվելուց հետո ինչ պիտի լինի, խնդանք և ուրախանանք, որտև գառնուկի հարսանիքը հասավ։ Գառնուկի հարսանիքը պիտի լինի, հարսանյաց սրահը պիտի գնանք։ Այս բոլորը դևելու է 7 տարի։ 7 տարի։ Երբ Տերը երկնքից հայտնվի, այս օդի իշխանը բռնվելով երկրի վրա պիտի նետվի։ Նա այլևս օդի մեջ գործ չունի։ Ուրեմն երկնքի մեջ 7 տարի այս բաները պիտի տեղի ունենան, իսկ երկրի վրա, որտեղ Սատանան իջավ, ները պիտի հայտնվի, ներով պիտի գերբարանավորվի ինքը եւ գազանը, վիշապը հիշված է այնտեղ։ Վայ երկրի վրա բնակողներին, վասնզի բանսարգուն ձեզի իջավ, իմանալով, որ քիչ ժամանակ է մնացել, մեծ բարգություն ունի։ Մեծ բարգություն կա այս ժամանակ երկրի բնակիչների վրա։ 7 տարին ավարտելուց հետո Քրիստոս երկնքից եկեղեցի հետ միասին փառքով ու զորքով պիտի իջնի երկրի վրա, որտև Սատանան չկա, ները չկա, սուտ մարգարեն չկա, նրանք գնացին ձծուփով այրված լիճը, Սատանան անդունդի մեջ կապվեց, երկրի վրա Քրիստոս պիտի հաստատի իր 1000-ամյա թագավորությունը։ Ուրեմն դատաստանը ինչպես պիտի կատարվի, գարտանք առաջին Կորինթացիս եւ 3-րդ գլխի մեջ գրվածը, որտեղ որ առաքյալ ասում է. Աստծո շնորհքի չափովը, որ ինձ տրվեցավ, իմաստուն ջարդարաբեդի մպես հիմների, բայց անոր վրա շինողը ուրիշ է։ Միայն թե ամեն մեկը թող զգուշանա, թե ինչ կշինե, վասնզի մեկը ալ ուրիշ հիմ չի կրնար դնել, դրված են զատ, որ է Քրիստոս Հիսուս։ Եթե մեկը այս հիման վրա կշինե, ոսկի արծաթ, պատվական քարեր, փայտ խոտ եղեք, ամեն մեկուն գործը հայտնի պիտի լա, քանզի օրը Երևան պիտի հանե, վասնզի գրագով պիտի հայտնվի, եւ ամեն մեկուն գործին ինչ տեսակ ըլլալը գրագը պիտի փորձե։ Եթե մեկուն շինած գործը մնալու լա, ինքը վարձք պիտի առնե, եւ եթե մեկուն շինածը այրվելու լա, անիկա վնաս պիտի քաշե, բայց ինքը պիտի ազատի, սակայն այնպես իբրև թե գրագի մեջ են։ Եթե մեկը այս հիման վրա շինե, առաքյալը այդպես ասեց, որ է Հիսուս Քրիստոսը, ուրիշ հիմ չկա, քրիստոնեությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի մերելներից հարություն առնելու վրա։ Եթե Հիսուս մերելներից հարություն չի արել, մարդիկ իրենց մեղքերի մեջ են, մենք էլ սուտ վգաները գլնենք, որ իրավ չարավ, ուրեմն Քրիստոս մերելներից արած է հիմքը հաստատուն է մեր, ինքն է քրիստոնեության հիմը։ Նրա վրա շինողները ուրիշ են, մարդիկն են։ Եթե շինեն ոսկի արծաթ, պատվական քարեր, փայտ խոտ եղեք, ամեն մեկը իր գործը, ամեն մեկի գործը հայտնի պիտի լինի,
Քանզի օրը Երևան պիտի հանե, վասնզի գրագով պիտի փորձվի։ Գրագով պիտի հայտնվի։ Ուրեմն տեսանք երեք տարբեր բաներ գային, որոնցով կարելի է որ հավատացյալը իր հոգևոր շենքը շինի։ Որտեղ այստեղ կարծացինք, չեք գիտեր, որ Աստծո դաջար եք դուք։ Մենք Աստծո դաջար ենք, որպես հոգևորներ շինվում ենք, որպես Աստծո դաջարը։ Եվ առաքյալը ասեց, նայած թե ով ինչպես է շինում։ Եթե ոսկի արձած պատվական քարեր են, սրանք կրակով չեն այրվի։ Եթե փայտ խոտ եղեգ է, գայրվեն սրանք։ Ուրեմն երկու տարբեր տեսակի շինանյութ կա այստեղ, որով հավատացյալը կարող է իր հոգևոր շենքը որպես տաճար կառուցել։ Կամ գայրվի, կամ կմնա։ Ոսկին արձածը եւ թանկագին քարերը, եթե շինվի, չի այրվի սրանք, թեև այդ մեդալները հալվել են, ավելի կմաքրվեն ավելի։ Բայց խոտ եղեք փայտ սրանք այրվելու են։ Ուրեմն շատերի գործը, որ գործում է, փայտ խոտ եղեգի պես պիտի այրվի։ Ուրեմն բարգեւադրություն չկա։ Գրագով պիտի փորձվի։ Մի մասը պիտի այրվի, մի մասը պիտի դիմանա։ Այն օրը դերը SAE պիտի անի, SAE։ Հավավում է, չգիտեք ինչ է սա, SAE։ Դերը SAE պիտի անի մեզի։ Եթե ձեր օթոներին օյել չենջ արել եք, չգիտեմ, պեդարել եք մեքանիկին։ Եթե մենք գնանք օթոպարտը, առոզոնը կամ պեպոյզը և օթոյի յուղ արնենք այնտեղից, մոտորի յուղ արնենք, վրան գրված է SAE։ SAE-ին հատուկ լաբորատորիայի մեջ քննված մի բան մնե, որ այնտեղ քննում են, որ այդ յուղը ջրիկությունը, հաստությունը, ջերմադիմացկունությունը, որ համարի յուղը ամառը կարելի է գործածել, որ համարի յուղը կարելի է ձմերը գործածել, SAE գրված է վրան, տարալուծարանի մեջ քննում են, թե ինչ որակի է դա։ Նույնը նաև ոսկերիչներն են անում, եթե ասենք իր աշխատած սենյակի մեջ ինքը գործածում է ոսկիները 8 կարատ, 10 կարատ, 12 կարատ, 20 կարատ և երբեմն այդ կարատները, ոսկիները խառնվում են, այդ մնացորդները, գործից մնացած, ու չգիտեն իրենք, թե ինչ կարատի ոսկի է, ուղարկում են այդ լաբորատորիա SAE։ Այնտեղ SAE մարդը հատուկ լուծույթ ունի, գաթեցնում է վրան և նա ցույց է տալիս, թե ինչ կարատի ոսկի է, SAE է անում։ Այն օրը իր դարալուծարանի մեջ Աստված մեզի SAE պիտի անի։ Մեր հոգևոր որակը փորձելու համար, թե մեր շինածը ոսկի արձած թանկագին քարեր են, թե փայտ խոտ եղեգ են։ Մի համար գարտամ Եբրայեցիս թղթից, Եբրայեցիս 4-րդ գլուխ 12 համարը։ Վասնզի Աստծո խոսքը գենթանի է ու զորեղ և ամեն երկսայրի սուրե գդրուկ, որ գթապանց է մինչև շունչը, հոգին ու հոտվածները, ու ձուձը բաժնելու, և գքննե սրդի խորհուրդները ու մտածմունքները, և չգա արարած մանորդի մատ չերևցած,
հաբա ամեն բան բաց ու հայտնի է անոր աչքերուն առջև, որու պիտի դրվի մեր հաշիվը։ Տեսնում եք, Աստծո խոսքը կենթանի եւ զորեղ է եւ ամեն երկսայրի սուրե գդրուկ, որ գտապանցե միջև շունչը, հոգին, հոտվածները ու ձուծը բաժնելու։ Գիտեք 5 դագարանի ժամանակ, երբ որ զոհերանում քահանան եւ այդ անասունը սուր դանակը վերցնում էր եւ բոլոր խաղ դեղերից կդրդում, անջադում էր գդորները եւ զոհասեղանի վրա, կրակի վրա դիզում էր եւ այրում էր, որպես ողջագես։ Աստծո խոսքը կենթանի է, երկսայրի սուրե ավելի գդրուկ է, մտնում է մեր խորհուրդների մեջը, մեր շունչը, հոգին, հոտվածները իրարից բաժանում է։ Աստծո ամենադես աչքը մտնում է մեր ներսը եւ մեր մեջ եղածը իհայտ է բերում։ Գքննե մեր խորհուրդները, մտածմունքները, չկա արարածը, որ նրա դիմաց չերևնա, հաբա ամեն բան բաց ու հայտնի է, չես կարող ծածկվել, մի բանի դակ փակվել։ Հայտնի է, ուր էլ գնաս, հաբա ամեն բան բաց ու հայտնի է անոր աչքերուն առջև, որով պիտի դրվի մեր հաշիվը։ Ուրեմն Աստծո աչքերը, ամենադես աչքերը, Աստծո ամենաիմաստությունը թափանցում է մեր մեջ, չես կարող բախվել քու խորհուրդներդ, քու գործերդ։ Մի համար գարտամ Երեմիայի մարգարեությունից 17-րդ գլուխը Երեմիա 17-րդ գլխից Տեսնենք Երեմիա մարգարեն ինչ է ասում այնտեղ։ Ասում է սիրտը ամեն բանից ավելի չար ու խաբեպա է։ Զանիկը ով կարող է գիտնալ։ Ես դերը սիրտը գքննեմ, երիգամունքները կփորձեմ, որբեսի մարդուն իր ջամփաներուն համեմատ ու իր գործերուն բդուղին համեմատ հադուցում անեմ։ Ուրեմն տեսանք թե դերոջը ադյանի արջև ինչպես պիտի լինի, ձազուկ բան պիտի չմնա, ամեն բան։ Եվ մեր գործերի համեմատ Աստված հադուցում պիտի անի մեզի։ Եթե մեկի շինած գործը մնա, ինքը վարձք պիտի առնե։ Եթե մեկի շինածը այրվի, վնաս պիտի քաշե։ Բայց ինքը պիտի ազատի, այնպես իբրև թե գրագի մեջից։ Մեր գործերը պիտի այրվեն, բայց մենք պիտի ազատենք, մեր հոգին պիտի ազատվի։ Անիկա պիտի ազատի, այնպես իբրև թե գրագի մեջից։ Որովհետև մեր փրկությունը հիմնված չէ գործերի վրա, որ եթե ոսկի է փրկվես, եթե փայդ է, պիտի այրվի, գործվես, այդպիսի բան չկա։ Մենք մեր փրկությունը հիմնված է Հիսուս Քրիստոսի արյունի վրա։ Ամեն ով որ Հիսուսին գավադա որպես փրկիչ, որ Գողգոթայի խաչի վրա իր համար մեռավ, նա կփրկվի։ Գործերը հետո։ Ինչպես որ մի մարդ տարիներով աշխատի մի դուն կսարքի ու հանկարծ հրդեհի կբռնվի դունը, հազիվ իր հոգին գազադի դուրս կփախչի, ամբողջ դունը իր աշխատանքը կվարվի, այնքան որ ինքը իր հոգին ազատած կլինի։ Ում գործերը որ այրվեն, այդպես պիտի լինի։ Մերած հոգևոր կյանքերը մերած գործեր են որդադրում։
Ուրեմն հոգևոր կյանքը ասացինք, որ նման է դաջար շինող մարդու հավատացյալի, բայց նայած թե ով ինչ է սարքում։ Պետրոս Արաքյալի թղթից կարդամ մի հատված, առաջին Պետրոս 2-րդ գլուխ եւ 5 համարն է. Դուք ալ գենթանի քարերու բես շինվիկ հոգևոր դաջարմը Սուրբ քահանայությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո հաճելի հոգևոր բադարակներ մատուցանելու։ Ուրեմն այնտեղ որ գարտացինք Արաքյալի գրությունը, չեք գիտե որ Աստծո դաջար եք դուք, հավատացյալը Աստծո դաջար է եւ Աստծո հոգին Սուրբ հոգին նրա մեջ է բնակվում։ Նայած թե այդ դաջարը ինքը ինչով է սարքում, Արաքյալը ասեց թե նայած ինչով կշինվի, ամեն մեկը ինչ է շինում, ինչպես է շինում։ Տարբեր են։ Պետրոս Արաքյալը ասում է դուք կենթանի քարերու պես շինվիկ հոգևոր դաջարմը Սուրբ քահանայությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծո հաճելի հոգևոր բադարակներ մատուցանելու։ Մենք քահանաներ ենք, մենք թագավորներ ենք, մենք քահանաներ ենք Քրիստոսով հոգևոր բադարակներ Աստծո հաճելի մատուցանելու համար։ Արտկաղաչեմ դեզի եղբայրներ, որ ձեր մարմինները ընձայեք կենթանի զոհմը, Սուրբ Աստծո, որ է ձեր բանավոր բաշտոնը։ Մի համար գարտամ Եբրայեցիս 13-րդ գլխից, Եբրայեցիս 13-րդ գլխից, եւ 15 համարը ուստի անոր ձեռքով ամեն ադեն Աստծո օրհնության բադարակ մատուցանենք։ Այսինքն մեր շրթունքներում բդուղը, որոնք իր անունը գդավանին, իսկ բարերարությունը ու գարոչյալներուն հաղորդակցությունը մի մորնակ, վասնզի Աստված այնպիսի բադարակներու գահավնի։ Մենք հոգևոր մի դաջար ենք, հոգևոր քահանայություն ենք Քրիստոսի ձեռքով Աստծո հաճելի բադարակներ մատուցանելու համար։ Դրանցից մեկն էր, որ գարտացինք, Արաքյալը ասում է, օրհնության բադարակ մատուցանենք, այսինքն մեր շրթունքներում բդուղը, որ նրա անունն ենք դավանում մենք, իսկ գործնականորեն բարեբաշտությունը ու գարոչյալներուն, բարերարությունն ու գարոչյալներուն հաղորդակցությունը մի մորնակ, որտեղ Աստված այդպիսի բադարակներու գահավնի։ Բարի կրեք ամենուն, մանավանդ հավատքի ընտանիներուն, այդպես է գրված։ Եթե մեկը որպես մարգարեի անունով մի գավաթ ջուր դա, մարգարեի վարձ պիտի առնե։ Աստված անիրավ չէ, որ ձեր գործը մորնա, եւ այն սերը, որ իր անվանը ցույց տվիք, որ ծառայեցիք սուրբերուն ու ծառայում եք, պիտի վարձատրվի։ Մենք հոգևոր քահանայություն ենք։ Խնդանք եւ ուրախանանք։ Հայտնություն 19 գլուխ 7 համարը։ Հայտնություն 19-րդ գլուխ Սա ինչ որ հիմա գարտում եմ, արդեն
Դերոջը Ադյանի դադաստանից հետո է։ Արկեմ բարգեւադրության ժամանակներն են։ Խնդանք եւ ուրախանանք ու փառք տանք անոր, քանզի գառնուկի հարսնիկը հասավ, ու անոր գինը ինքս ինքը պատրաստեց, եւ իրեն դրվեցավ, որ մաքուր ու լուսապալ բեհեզ հագնի, քանզի այն բեհեզը սուրբերու արդարությունն է։ Եվ ինձ ըսավ գրե, երանելի են անոնք, որ գառնուկի հարսանյաց ընթրիքին գանչված են, ու ինձ ըսավ, ասոնք են Աստծո ճշմարիտ խոսքերը։ Ուրեմն սա արդեն Դերոջը Ադյանի դադաստանից հետո է, բարգեւադրությունից հետո հարսանյաց սրահ պիտի գնա եկեղեցին, որովհետեւ գառնուկի հարսանիքը լինի այնտեղ։ Խնդանք եւ ուրախանանք, փառք տանք անոր, այդ հարսանիքը գազմագերբողը հայրը, քանզի գառնուկին հարսնիկը հասավ, փեսան գառնուկն է, եկեղեցին հարսն է, անոր գինը հարսանիքից հետո ինքս ինքը պատրաստեց։ Եկեղեցին որտեղ պատրաստեց ինքս ինքը, երկնքի մեջ, չէ, երկրի վրա, այստեղ, հիմա է ժամանակը պատրաստվելու, ինչպես որ ասենք թե, չգիտեմ հիմա ինչպես է, բայց մեր ժամանակները, երբ մի աղջիկ պիտի ամուսնանար, նախքան հարսանիքը լինելը, օժիտը այսպես փռում էին տան մեջը, գալիս նայում էին եւ այլն, հիմա չգիտեմ այդ սովորությունը կա թե չկա։ Ուրեմն եկեղեցին հիմիկվանից պատրաստվելու է, իր օժիտը պիտի պատրաստի։ Մենք երբ որ գնանք մեր Պեսայի տունը, մեզ այդ բան չենք տանելու։ Եվ Հիսուս ասում է, երկինքը գանց դիզեցեք, մենք կարող ենք ուղարկել մեր օժիտը, մեր բարի գործերը, մեր ծառայությունները, կարող ենք ուղարկել մենք։ Սուրբ Գիրքը մեզի ցույց է տալիս 5 տարբեր տեսակի բսակներ, որոնցով գառնուկի հարսը պիտի զարդարվի հարսանիքին։ Եվ անոր դրվեցավ լուսապայլ բեհեզ հագնել, հարսանիքի մեջ պիտի հագնեն այդ բեհեզը, որ սուրբերու արդարությունն է։ Այս արդարությունը Քրիստոսի արդարությունը չէ, սուրբերի արդարությունն է։ Սուրբերի արդարությունը այն բարգեւադրումներն են, որ բսակներն են, որով պիտի զարդարվի եկեղեցին հարսանիքի ժամանակ։ Առաջին Կորինթացիս 9-րդ գլուխ 25 համարը առաջինը ասեցի անեղծանելի բսակն է, որ պիտի ընդունենք։ Հավատացյալի կյանքը նման է դաջար շինողի, ինչպես ասեցինք, եւ սպորտային մարզիկի։ Հավատացյալի կյանքը նման է սպորտի մասնակցող մարզիկին նման է։ Այսինքն, եթե վազող է ինքը կամ ինքը եթե ուրիշ սպորտով է զբաղվում, այստեղ առաքյալ հետևյալն է ասում. Չեք գիտեր, որ ասպարեզի մեջ վազողները իրավ կվազեն ամենը, բայց մեկը գարնե մրցանակը, այնպես վազեցեք, որ հասնեք։ Այնպես վազեք, որ հասնեք։ Կորինթացիներից օրինակ է բերում, առաքյալը Կորինթացիներին է գրում, այնտեղ Կորինթոսում Օլիմպիական խաղեր էին տեղի ունենում այն ժամանակ, առաքյալի ժամանակ, եւ մարաթոնյան վազք կար։ Մարաթոնյան վազքը ուրիշ գնդի հրում, սկավառակ նետել եւ նետ գցել եւ այլն, եւ
այոց պատմության մեջ էլ հիշված է Դրտատ թագավորը շատ ուժգու մարդ է եղել, այդ օլիմպիական խաղերին էլ մասնակցել է ինքը։ Ուրեմն մարաթոնյան վազքը 26 մայլ 283 յարդ է երկարությունը, մոտավորապես 42 կիլոմետր։ Ասենք թե Երևանից վազես մինչև Աշտարակ եւ վազելով Աշտարակից մինչև Երևան։ Դա գալի մոտավորապես մարաթոնյան վազքի երկարությունը։ Ուրեմն հավատացյալը ինքը հոգևոր մարզիկ է նաեւ։ Ինչ է գրված այդ մասին։ Չեք գիտեր, որ ասպարեզի մեջ վազողները իրավ գվազեն։ Այսինքն լրջությամբ իրենց գործին նվիրված են եւ վազքի բոլոր կանոնները իրենք պահում են։ Ճիշտ ձևով են վարվում, իրավ գվազեն։ Մի օրինակ ձեզի դամ Ղուկաս Ավետարանից, Ղուկաս Ավետարանի 10-րդ գլուխը, Ղուկաս 10:4-ը։ Այս բաներեն յետև դերը ուրիշ 70 ալ որոշեց եւ զանոնք իր արջևեն երկու ղրգեց բոլոր քաղաքները ու դեղերը ուր ինք պիտի երթար եւ գսեր անոնց հունցքը շատ է մշակները քիչ ուստի հունցքի դիրոջը աղաչեցեք որ մշակներ հանե իր հունցքին գացեք ահա ես ձեզ գղրգեմ իբրև Գարներ գայլերու մեջ ձեզ այդ քսակ մի առնեք ոչ պարկ եւ ոչ կոշիկներ ու ջամփուն մարդու բարև մի դակ Ուրեմն Հիսուս տեսանք ուղարկեց աշակերտներին 70-ին եւ հրանգեց այս բաները այն բաները եւ վերջում ասավ մեկուն բարև մի դակ Ինչու բարև պիտի չդային, նրանք պիտի գնային քարոզելու երկինքի արքայությունը, ինչու պիտի բարև չդային, որտև արևելքի սովորության համեմատ, եթե ճանապարհ ես գնում, ավտոմեքենա չկա, էշերով կամ ուրիշ բաներով մարդիկ գնում են։ Եթե հանգար ճանապարհին մեկը իր բարեկամին, ազգականին կամ ընկերոջը հանդիպեր, գգային էին և գբարևեին իրար հետ։ Եվ այդ բարևը շատ երկար գդևեր։ Առաջ մեկը գհարցներ, ինչպես ես, առողջությունդ ինչպես է, գինդ ինչպես է, առողջությունը ինչպես է, երեխաները ինչպես են, քանի երեխա ունեցար, ընտանիքի հարցումները վերջացավ, անասուններդ որքան են, առողջ են, այգիներդ Ժամեր գդևեր, մինչև որ լրիվ հարցուփորձ աներ, մեկը գվերջանար, մյուսը գսկսեր։ Եվ եթե մեկը հանգարց Հիսուսի ուղարկածներից, հանգարց ծանոթին եւ մեկին բարեկամին տեսներ ու բարևեր, արդեն ամբողջ օրը գորավ։ Եթե մեկը վազքի մեջ է, իրավ գվազ է, Վազքի ժամանակ մարաթոնյան վազքի մեջ է, հանգարց գողքին մարդիկ են գանգնած, ընգերոչը դեսավ, կամ ազգականին դեսավ, բիդի գայնի, բիդի խոսի հետը, մարդիկ կնացին դեղ ասան։ Ուրեմն, իրավ գվազ է, վազքի բոլոր կանոններու մեջ հավադարիմ է ինքը, ճշտաբահ է, Հաջորդը ասեց, բայց մեկը գարնե մրցանակը, այնպես վազեք, որ հասնիք,
Եվ ամեն ով որ գմրցի, գվազե, ամեն բանի մեջ չափավորություն գբահե։ Չափավորություն։ Վազքի մեջ ծանր գոշիկներ չի հագնի, ծանր վերարգու, ծանր բաներ չի հագնի, չի բեռնավորվի, չափավորություն գբահի ինքը։ Սրան նրան բարև չի դա, ուրիշ բաներով չի զբաղվի, վազքի ընթացքի մեջ է ինքը, չափավորություն գբայի, նպատակը դիտելով գվազի, բալանսի գտնի ամեն բան, հոգևոր վազքի ընթացքում պետք է որ հավասարակշռի իր կյանքը, պետք է որ բալանսավորի ինքը, ոչ թե ամբողջ հոգով դրվի միայն այդ ուղղությամբ եւ ընտանիք տուն գործ երեխաները սոված մնան, չի լինի, ինքը պետք է որ իր հոգևոր կյանքը հավասարակշռի, հոգևոր կյանքը չպետք է դժվի մարմնավոր կյանքի համար, մարմնավոր կյանքը չպետք է դժվի հոգևորի համար, ինքը պետք է հասկանա, պետք է այդ բոլորը բալանսի հավասարակշռության պետք է որ դնի, չափավորություն կբայ վազող հավատացյալը, Ֆիլիպպեցիս 3 գլուխի 14 համարի մեջ այս ենք կարդում Ֆիլիպպեցիս 3 գլուխ 14 համարը եւ 13 համարից կարդամ եղբայրներ ես չեմ սեբեր որ բռներ եմ այսինքն մրցանակը բայց բանը գա որ յետևի եղածները մորցած եմ ու արջևի եղածներուն կդիմեմ յետևինը մորացել է առաքյալը արջևի եղածին է դիմում վազում է ինքը մարաթոնյան վազքը նպատակը դիտելով Քրիստոս Հիսուսով եղած Աստծո վերի գոչումի մրցանակին կվազեմ այդ մարաթոնյան վազքին վազողները իրենց ստարտը ունեն եւ ֆինիշը ունեն, չէ՞։ Այնտեղ նպատակին է նայում, երբ որ ֆինիշին հասնի ինքը Mercedes պիտի առնի մի հատ։ Մի քանի տարի Եթովացի մի հատ կին արավ, ուրիշն էլ աֆրիկացիներ էին արան, որտեվ նպատակը դիտելով վազեցի մինչև վերջ Թեև ամենը վազում են, բայց մեկը արավ մրցանակը, բայց հավատացյալները թեև բոլորը վազեն ու հասնեն, բոլորն էլ գարնեն մրցանակը։ Նպատակը դիտելով կվազեմ, ասում է առաքյալը, Աստծո վերի գոչումի մրցանակին։ Մենք կանչված ենք, մի նպատակ կա, վազում ենք հոգևոր վազքի մեջ։ Մենք ասեցինք դաջար շինող ենք, մենք հոգևոր քահանայություն ենք եւ նաեւ մենք սպորտով զբաղվող ենք հոգևորները, այսինքն հոգևոր վազքի մեջ ենք մենք, երկնային նպատակին վաղճանին հասնելու համար։ Նպատակը դիտելով Եբրայեցիս 12-րդ գլխի եւ 2-րդ համարի մեջ գրված է Հիսուսի համար Հիսուսին այնք մեր հավատքի առաջնորդին ու գադարողին որ իր արչև եղած ուրախության համար Հիսուսի արչև մի նպատակ կար, մի ուրախություն կար Հիսուսի արչև Ինչ արեց այդ ուրախության հասնելու համար
ամոթը արամարեց, խաչը հանձն արավ եւ Աստծո աթորի աջ կողմը նստավ։ Ամոթը արամարեց, խաչը հանձն արավ, չարչարվեց, իր նպատակին հասավ։ Աստծո գամքը ինչ որ երգրգեց, աշխարհ գադարեց եւ Աստծո աթորի աջ կողմը նստավ։ Մեր արջև նպատակ կա, վազում ենք մենք, թավակալի ենք վազում, մի նպատակ չունենք մեր արջևը, մեր նպատակագետին հասնելու համար։ Մի հարցում դամ ձեզի, մենք ուդում ենք ապրելու համար, թե ապրում ենք ուդելու համար։ Մենք ուդում ենք ապրելու համար, թե ապրում ենք ուդելու համար։ Ես չգիտեմ հիմա որն է գանում, բայց անավատները ուդում են ապրելու համար։ Եթե չուդեն կմեռնեն։ Եվ որբեսի չմեռնեն, ուդում են իրենք։ Եվ Պողոս առաքյալը ասում է նրանց որովայնը ասում է իրենց աստվածն է, իրենց փառքը, իրենց ամոթը, որոնք միայն երկրավոր բաներ կմտածեն։ Իրենց աստվածը իրենց որովայնն է, իրենց որովայնն են բաշտում։ Բայց Աստված ասում է, գերագուրները փորի համար են, փորն էլ գերագուրի համար է, բայց Աստված երկուսին էլ պիտի խափանե։ Իսկ մարմինը դերոջ համար է եւ դերը մարմինի համար։ Մարդիկ ուդենք խմենք, վաղը պիտի մեռնենք ասում են։ Ես ձեզի մի համար գարտամ հիմա, դեսեք Աստված ինչ է ասում Եսայի բերնով։ Եսայի 22 գլուխն է, 13 համարը։ Եվ ահա ցնծություն եւ ուրախություն ըրիք, արջար կսպանեիք եւ ոչխարներ կմորթեիք, միստ կուդեիք ու գինի կխմեիք ըսելով, ուդենք ու խմենք, քանզի վաղը պիտի մեռնենք։ Բայց զորս Տերոջը գոմանեի ականջներուս հայտնվեցավ, որ անշուշտ այս անօրենությունը ձեզի պիտի չթողվի, մինչև որ դուք մեռնիք, գսե Եհովա Տեր Աստվածը։ Մարդիկ ասում են ուդենք խմենք, վաղը պիտի մեռնենք։ Իսկ մենք ուդում ենք ապրելու համար, չէ՞։ Մենք ուդում ենք ապրելու համար։ Չենք ապրում ուդելու համար։ Ուդում ենք ապրելու համար, որտեղ եթե չուդենք կմեռնենք, բայց ուդում ենք, որպեսզի չմեռնենք, Աստված մեզի կյանք է տվել, եւ այդ կյանքի մեջ մի նպատակ կա։ Ոչ թե ուդել խմելն է նպատակը, այլ Աստծո վերի մրցանակին հասնելն է նպատակը, հավիտենական կյանքը ձեռք ցկելն է նպատակը։ Այդ է մեր ուդելու մեջ նպատակը այդ է, որովհետեւ մենք Տերոջ համար ապրենք եւ մեր ընթացքը գադարենք։ Մի պատմություն պատմեմ ձեզի։ Պատմում եմ, որ հուրի փերիները գային, չէ, հուրի փերիները մի գեղեցիկ աղջկան, որը շատ աշխարհասեր էր, բջնամոլ էր, առնում դանում են իրենց թագավորությունը։
եւ իրենց թակավորության սրահի մեջ ամեն տեսակ գեղեցիկ թանկարժեք բաներ կան այնտեղ շալացուցիչ այնպես որ եւ ասեցին նրան դու կարող ես քու սրդիդ անդրածը վերցնել ինչ որ ցանկանում ես պայմանով որ ամեն մի բան որ առնում ես մեկ հատ մազ մի դաս եւ աղջիկը ուրախացավ քանի որ շատ մազեր ուներ ասաց կառնեմ եւ մի դոբրակ ընդրեց այնտեղ մի դոբրակ ընդրեց եւ սկսեց առնել այնտեղ գեղեցիկ մադանիներ գային աթամանդով շողշողուն գեղեցիկ օղեր գային գոդիներ գային այնտեղ վզնոցներ գային շորեր գոշիկներ սպղուն շատ բաներ գային այնտեղ այն էլ արավ մի հատ մազ տվավ ինչ որ սիրտը ուզում էր այնտեղ գրավեց այդ սրահի մեջը ամենը բարգի մեջ լցրեց բավական ծանրացավ բաղը եկավ արդեն դուրս գալու դրամ մոտ հասավ տեսավ որ այնտեղ մի գեղեցիկ բան էր գա շողշողում մոտեցավ տեսնի ինչ փղոսկրի շինված աթամանդյա զարդարված մի գեղեցիկ սանր գար հիանալի է ասեց արավ քթև դոբրագը եւ ձեր քթեց որ մազ բիլի դա հեյ վախ մազ չի մնացել գլուխը այդ բոլորը արել է բայց գլխի մազ չի մնացել եւ մենք աշխարհը ստիրելով գգա մի օր որ մեր գլխի մազ չի մնա մեր աչքին տեսողություն չի մնա մեր բերանա ագրաներ չի մնա մեր երեսի գեղեցկությունը կան հետանա եւ իշում եմ ոդանավոր գար չէ թերիվարի միջուբուր ողջ ամարը շուրումուր Թերավ ջրջրած այս կողմ այն կողմ եկել տեսավ ձմերը եկավ պրեց իրեն թևերը ամեն կողմ ձույն եղավ և գգա մեր կյանքի ձմերը մեր տարիքը գարնենք մենք այլևս և մենք ամեն ինչ կգործնենք մի սիրեք աշխարը ասում է Սուրբ Գիրքը ու ինչ որ աշխարի մեջ կա աշխարի մեջ աչքի ցանկություն, մարմինի ցանկություն, այս աշխարի ամբարտավանությունը հորմեն չէ։ Այն որ աշխարը կստիրե, Աստծո թշնամի ասում է առաքելը։ Աշխարհս էլ գանցնի, նրա ցանկությունն էլ, բայց այն որ Աստծո գամքը կգադարե, հավիտյան կմնա։ Եվ Հիսուս ասում է այն որ ինձ է չի ավակում ծիրուցան է անում եղբայրներ քույրեր մենք ավելի խելահաս լինենք մենք մեր նպատակագետին նայելով նայենք մեր ասպարեզի ընթացքը մինչև վերջ այստեղ կանոնի համաձայն վազել գա ըստ օրինի վազել գա, համբերությունով վազել գա, որպեսզի եղձանելի բսակին արժանանանք։ Մինչև այստեղ Տերը կամենա ես հաջորդ առիթով կշարունակեմ։ Տերը օրհնի ամենը դել, ամեն։